Բագրատ Սրբազանի եւ մյուսների քրեական գործով անցող միակ կինը Լիդիա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ 3 նոյեմբերի 20-ին նման որոշում կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը, բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը եւ երկարաձգելով Մանթաշյանի կալանքը եւս 3 ամսով։ Լիդիա Մանթաշյանի շահերի պաշտպան Տաթևիկ Սողոյանը նշեց, որ գործի նյութերում չկա որևէ ապացույց, որը կնշի, թե իր պաշտպանյալը պետք է մնա կալանքի տակ։ Յուրաքանչյուր նիստից առաջ ուսումնասիրում եմ հատորները, հասկանալու ինչի համար է մեղադրվում Լիդիան կամ միայն մի խոսակցություն նրա եւ Մովսես Շարբաթյանի միջև գունավոր ծխի փորձարկման մասին նոթատետրեր, որոնք չեն վկայում որևէ հանցանքի մասին։ Չեմ հասկանում որպես իրավաբան եւ մարդ ինչու են ապահովում կալանքի տակ։ Սողոյանը նշեց, որ Մանթաշյանը արդեն 5 ամիս է մեկուսացված է արտաքին աշխարհից։ Նրա խոսքով Մանթաշյանի առավելագույն պաշտոնը եղել է բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, ապա Տավուշի թեմի մամուլի պատասխանատուն։ Երևանում ինչ կարող է անել Դիլիջանի մասնաճյուղի հաշվապահը, ինչպես կարող է ազդել վկաների վրա, երբ նրանք նրա դեմ որևէ ցուցմունք չեն տվել։ Պաշտպանը միջնորդեց կիրառել վարչական հսկողություն, համակցված բացակայելու արգելքով եւ մինչեւ 2 միլիոն դրամ գրավով։ Նրա խոսքով Մանթաշյանի պարագայում չկա ոչ փախուստի, ոչ նոր հանցագործության, ոչ էլ վարույթին խոչընդոտելու ռիսկ։ Պաշտպանները դատարանին հիշեցրին նաեւ, որ ՄԱԿ-ը սահմանել է կանոններ կանանց նկատմամբ պատժի տարբերակային ոչ կալանքային մոտեցումների վերաբերյալ։ Դատարանը սակայն պաշտպանի միջնորդությունը չբավարարեց եւ Լիդիա Մանթաշյանը կմնա կալանքի տակ եւս 3 ամիս։ Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին Եվրոմեդիա 24-ին հայտնել են քննչական կոմիտեից։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է նրա խափանման միջոցի հարցը, որտեղ մեղադրող կողմը միջնորդում է կիրառել կալանք։ Ավելի վաղ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության հատկանիշներով։ Փաստաբանի փոխանցմամբ քննչական կոմիտեի նոր հարուցված քրեական հետապնդումը կապված է 2 օր առաջ հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի եւ մյուսների դատավարության ընթացքում հնչած հայտարարությունների հետ։ Նիստը հեռարձակվում էր սահմանափակումներով եւ կոմիտեն ուսումնասիրում է ինչպես Վարդան, այնպես էլ Սպարտակ Ղուկասյանի արտահայտությունները։ ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը նախատեսում է Ուկրաինայում նախատեսված հանդիպումներից հետո ճեպազրույցներ անցկացնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։ Հաղորդում է Պոլիտիկոն հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյային։ Հրապարակման համաձայն նա դաշնակիցներին կներկայացնի Վաշինգտոնի կողմից մշակվող ծրագիրը ուկրաինական կարգավորման համար։ Դրիսկոլը Կիևում իր հանդիպումներից հետո մի շարք ճեպազրույցներ կանցկացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ծրագիրը եւ ԱՄՆ-ի հետագա գործողությունների տեսլականը ուրվագծելու համար, նշվում է հրատարակության մեջ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակումը հանդիսանում է վայրենի ռուսաֆոբիայի հերթական դրսևորում։ Այս մասին նա հայտնել է բրիֆինգի ընթացքում արձագանքելով Վարշավայի վերջին որոշմանը։ Զախարովայի խոսքով Լեհաստանի իշխանությունների այս քայլը դիտարկվում է որպես երկու երկրների հարաբերությունների հետագա քայքայմանն ուղղված նպատակային քաղաքականություն։ Նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստվում է տալ հայելային պատասխան։ Սահմանափակելով Լեհաստանի դիվանագիտական ներկայությունը Ռուսաստանում նոյեմբերի 19-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Գդանսկում գտնվող Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսությունը փակվում է որպես պատասխան նախորդ շաբաթավերջին երկաթուղում տեղի ունեցած դիվերսիայի համար։ Իսկ Ռուսաստանի Դաշնության ժամանակավոր հավատարմագրված ներկայացուցիչը Անդրեյ Օրդաշը լեհական կողմի մեղադրանքներն անվանել էր խենթություն եւ անհետեթություն։ Հոկտեմբերին Ռուսաստանը մեծացրել է չինական բեռնատարների գնումները չնայած 4 ապրանքանիշների ներմուծման արգելքին։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին հղում անելով Չինաստանի մաքսային տվյալներին։ Հուլիսին Ռոսստանդարտը արգելեց որոշակի չինական բեռնատարների վաճառքը երկրում։ Անվտանգության խախտումների պատճառով սահմանափակումները վերաբերում են Dongfeng, Photon Fao եւ Citrek բեռնատարներին, ինչպես նաեւ այդ ապրանքանիշերի շասիներին։ Արգելքի ուժի մեջ մտնելուց հետո վաճառքը անմիջապես կտրուկ նվազեց, գրեթե եռապատկելով հասնելով 34.5 միլիոն դոլարի։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է պաշտոնանկ անել իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին։ Այս մասին Տելեգրամյան իր ալիքում հայտնել է Վերխովնայա Ռադայի падգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Падգամավորը նշել է, որ Երմակի հեռացման շուրջ քննարկումները վերջին շրջանում ակտիվացել էին, սակայն նախագահը որոշում է կայացրել չազատել նրան պաշտոնից։ Զելենսկու գրասենյակը դեռևս չի մեկնաբանել այս պնդումները։ Ներկայումս Երմակը շարունակում է զբաղեցնել նախագահական գրասենյակի ղեկավարի պաշտոնը, մնալով Զելենսկու ամենամերձավոր եւ ազդեցիկ թիմակիցներից մեկը։ Եվրոպական երկրները դեմ են արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայում հակամարտությունը լուծելու նոր ծրագրին, հաղորդել է Reuters-ը, հողում անելով աղբյուրներին։ Եվրոպական երկրները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի կողմից աջակցվող Ուկրաինայի համար խաղաղության ծրագրին, որը ըստ աղբյուրների կպահանջի Կիևից ավելի շատ տարածքներ զիջել եւ մասամբ զինաթափվել, հաղորդել է հրատարակությունը։ Աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ Վաշինգտոնը նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հստակեցրել է, որ Ուկրաինան պետք է ընդունի ԱՄՆ-ի կողմից մշակված ծրագիրը հակամարտությունը դադարեցնելու համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում բռնկված կոռուպցիոն սկանդալը բացասաբար է ազդել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանրային աջակցման մակարդակի վրա։ Նրա խոսքով Զելենսկու մերձավոր գործարարը Թիմուր Մինդիչը հայտնվել է քննության կենտրոնում, ինչն էլ խաթարել է ուկրաինացի ղեկավարի դիրքերը։ Զախարովան նաև քննադատել է Կիևի իշխանություններին, պնդելով, որ նրանք զբաղվում են արևմուտքի կողմից տրամադրված միջոցների ոչ նպատակային օգտագործմամբ, այդ թվում անօդաչու սարքերի արտադրության համար հատկացված գումարներով։ Նրա հայտարարությամբ այս իրավիճակը խորացնում է վստահության ճգնաժամը Ուկրաինայի ղեկավարության նկատմամբ։ Բլումբերգը հղում անելով իր աղբյուրներին հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր պլանը նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկում։ Հրապարակման մեջ նշվում է, որ առաջարկի բաղադրիչներից մեկը հենց այս սահմանափակումների հանումն է, սակայն չի հստակեցվում, թե որ կոնկրետ միջոցների մասին է խոսքը։ Նյութում հաղորդվում է նաև, որ ամերիկագետ Պավել Դուբրավսկու կարծիքով ռուս-ամերիկյան այս պլանի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքը ամենայն հավանականությամբ չէր եղել պատահական։ Նրա համոզմամբ արտահոսքի նպատակը կարող էր լինել լրացուցիչ ճնշում գործադրել Ուկրաինայի վրա բանակցային գործընթացում որոշումներ պարտադրելու նպատակով։ Ռուսաստանի միջազգային պաուստերը շաբաթվա ընթացքում աճել են 14.3 միլիարդ դոլարով, հասնելով 734.1 միլիարդ դոլարի։ Հայտում է Կենտրոնական բանկը։ Նրա տեղեկությունների համաձայն նոյեմբերի 7-ից 14-ը ցուցանիշը կտրուկ աճել է 2%-ով, հիմնականում դրական վերագնահատման շնորհիվ։ Սեպտեմբերի կեսերին Ռուսաստանի պաուստերի չափը առաջին անգամ գերազանցեց 700 միլիարդ դոլարի սահմանը, իսկ հոկտեմբերի 18-ին ոսկու ռեկորդային գների հետ համընթաց հասավ պատմական առավելագույնի, այնուհետև թանկարժեք մետաղի գնի շտկողական անկման ֆոնին դրանք նվազեցին 3 շաբաթ անընդմեջ, այս ընթացքում նվազելով 22.6 միլիարդ դոլարով։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը ազատությանը փոխանցեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Փաստաբանները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ են ներկայացրել Ղուկասյանի քրեակատարողական հիմնարկում պահման վայրի ու առողջական վիճակի մասին։ Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր կաշառք ստանալու եւ տալու մեղադրանքներով։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանի Հանրապետությունում։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։ Վրաստանը միայն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի վրացական բյուրոն, այս մասին ԻՄԵԴ-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն։ Նրա խոսքով Հարավային Կովկասի 3 երկրների միասնական դիրքորոշումը կարող է ծառայել նրանցից յուրաքանչյուրի շահերին։ Սամխարաձեն ընդգծեց, որ Հարավային Կովկասը կարող է ավելի գրավիչ եւ հետաքրքիր լինել պոտենցիալ ներդրողների համար որպես միասնական տարածաշրջան։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպում է ունեցել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ
Մագդալենա Գրոնոյի հետ ուրախ է հանդիպել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին քննարկելու վերջին զարգացումները տեղում եւ ներկայացնելու առաքելության առաջիկա անելիքները։ Գրել է Ռիտերը ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին եւ կարեւորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարեւորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակում պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման եւ դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի նախագծին վերաբերող հարցեր։ Ներկայացվել է, որ ծրագիրն ուղղված է լինելու հանրային ծառայության համակարգի մրցունակության բարձրացմանը, ինստիտուցիոնալ արդիականացմանը, կատարողականի գնահատման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, մանրամասներ ներկայացվել պիլոտային ծրագրի սկզբունքների շրջանակի եւ շարունակականության վերաբերյալ ընդգծվել է, որ պիլոտային ծրագրի եզրակացությունները հիմք կդառնան 2026 թվականի ընթացքում օրենսդրական վերանայումների համար։ Խորհրդակցության մասնակիցները ծրագրի վերաբերյալ ներկայացրել են տարբեր դիտարկումներ, տեսակետներ ու առաջարկություններ։ Վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավման ուղղված քայլերը եւ այս համատեքստում ընդգծել որակավորման բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։ Քննարկման արդյունքներով երկրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է հնչեցված առաջարկությունների հիման վրա լրամշակել նախագիծը եւ ներկայացնել կառավարության հաստատմանը։ Քաղաքագետ եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության Նարընթեր ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Եվգենիա Վոյկոն խոսել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման ենթադրաբար նոր 28 կետանոց ծրագրի մասին։ Մասնագետի խոսքով նման լուրերին պետք է զգուշորեն վերաբերվել, քանի որ դրան կարող են ինչ-որ մեկի շահերի համար հորինվածք լինել։ Թրամփը կցանկանար հրադադար, ապա նստել, քննարկել, ստորագրել կամ չստորագրել եւ այլն։ Բայց նրա միջնորդությամբ հրադադարն ավելի նախընտրելի է։ Այդ դեպքում նա կվերցներ իր վրա դրա վաստակը եւ կցուցադրեր այն ամեն կերպ, հավելել է Վոյկոն։ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը, որը ենթադրաբար գաղտնի կերպով մշակվել է ռուս եւ ամերիկացի պաշտոնյաների կողմից, հիմնված է Կիևի կապիտուլյացիայի վրա եւ ենթադրում է հանրապետության դեմ կտրուկ միջոցների կիրառում։ Սա է Guardian-ի լրագրողների գնահատականը։ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի եւ Կրեմլի խոսնակ Կիրիլ Դմիտրիևի կողմից մշակված նախագծի ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի դեմ կտրուկ միջոցներ, որոնք Ռուսաստանին կտան աննախադեպ վերահսկողություն երկրի ռազմական եւ քաղաքական ինքնիշխանության նկատմամբ։ Նշվում է զեկույցում ասվում է, որ Կիևը հավանաբար նման ծրագիրը կընկալի որպես կապիտուլյացիա։ Եվրամիությունը չի մասնակցել Ուկրաինայի իրավիճակի կարգավորման ԱՄՆ-ի կողմից պատրաստված ծրագրի մշակմանը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։ Պատասխանելով լրագրողների հարցերին փաստաթղթի մշակման գործում եվրոպացի պաշտոնյաների հնարավոր ներգրավվածության վերաբերյալ, Կալասը տվել է վճռական բացասական պատասխան։ Ինչքան ես գիտեմ, ոչ, ասել է ներկայացուցիչը։ Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներին չի տեղեկացրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման իր առաջարկներից, հաղորդել է Daily Telegraph-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակումը պնդում է, որ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ուղղակիորեն Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն ասել են, որ նա պետք է համաձայնվի Վաշինգտոնի առաջարկին, հաշվի առնելով կոռուպցիոն սկանդալի պատճառով նրա թուլացած դիրքը։ Կիև կատարած այցից հետո ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը մի շարք ճեպազրույցներ կանցկացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, որտեղ կներկայացնի ԱՄՆ բնակավայրերի կարգավորման ծրագրի մանրամասները, հաղորդել է Politico-ն, հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային։ Նրա խոսքով Դրիսկոլը պետք է Կիևում Վոլոդիմիր Զելենսկուն ներկայացներ կարգավորման ծրագիր։ Արևմտյան լրատվամիջոցները նախկինում հղում անելով աղբյուրներին հայտնել էին, որ Միացյալ Նահանգները մշակում է Ուկրաինայի հակամարտության
կարգավորման նոր ծրագիր եւ այդ հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ։ Axios պորտալը մասնավորապես նշել է, որ ամերիկյան առաջարկները նախատեսում են Կիևի կողմից որոշ տարածքների հրաժարում, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային եւ Եվրոպային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիմաց։ NBC News-ի փոխանցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթվա սկզբին հաստատել է 28 կետից բաղկացած նոր պլանը։ Ինչպես հաղորդել է Wall Street Journal-ը, Վաշինգտոնը ի թիվս այլ բաների առաջարկում է Կիևին հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով, այդ թվում փոխայցելությունների միջոցով ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը։ Ընդգծել է, որ փոխգործակցության զարգացման համար ամուր հիմքեր են ստեղծել Հայաստանի եւ Սիրիայի, ինչպես նաեւ երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Ստիվ Ուիթկովը վերահսկում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու նոր խաղաղության ծրագրի մշակումը ամերիկյան կողմից, հաղորդում է CNN-ը։ Հղում անելով աղբյուրների նրանց խոսքով բանակցությունները սրվել են այս շաբաթ։ Միևնույն ժամանակ Կիև է ժամանել Պենտագոնի բարձրաստիճան պատվիրակությունը ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի գլխավորությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ուղարկված առաքելությունը կոչված է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ քննարկելու մարտադաշտի պայմանները, զենքի կարիքները եւ խաղաղության նախաձեռնությունները։ Axios պորտալի տվյալներով Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև ներկայիս նախագծի պլանը բաղկացած է 28 կետից, այդ թվում Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգության երաշխիքներ։ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Կիևի շահերից է բխում հիմա հրաժարվել իր արևելյան տարածքներից, քանի որ նրանք միևնույն է կկորցնեն դրանք, եթե հակամարտությունը շարունակվի, հաղորդում է Axios-ը, հղում անելով ամերիկյան աղբյուրին։ Պորտալը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագիրը նախատեսում է Կիևի կողմից վերահսկվող Դոնբասի տարածքների հանձնում Ռուսաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով Սպիտակ տունը կարծում է, որ Ուկրաինան ամենայն հավանականությամբ կկորցնի այս տարածքը ցանկացած դեպքում, եթե պատերազմը շարունակվի եւ հետեւաբար Ուկրաինայի շահերից է բխում հիմա համաձայնության գալը, գրում է պորտալը։ Ուկրաինայի պարտքային բեռը խանգարում է նրան նոր վարկեր վերցնել բացառությամբ արտոնյալ պայմաններով տրամադրվածների։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի Ուկրաինայում օգնության եւ վերակառուցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիեր Էյլբրոնը, հաշվի առնելով Ուկրաինայի համար արժույթի միջազգային հիմնադրամի նոր ծրագրի շուրջ քննարկումների համատեքստում առկա տարբերակները, կարևոր է հասկանալ, որ առաջիկա տարիներին Ուկրաինան գործնականում չի կարողանա վարկեր վերցնել բացառությամբ չափազանց արտոնյալ վարկերի կամ դրամաշնորհ Սա նաև պետք է հիմք հանդիսանա Ուկրաինային մեր օգնության ձևերի վերաբերյալ մտորումների համար, որոնք այլևս չեն կարողանա վարկերի տեսքով լինել, ասել է Ֆրանսիայի ազգային ժողովի խորհրդարանի ստորին պալատ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Հատուկ դեսպանորդը նշել է, որ իրավիճակը բարդանում է ԱՄՆ-ի կողմից ուկրաինական հակամարտությունից շատ առումներով դուրս մղվելու պատճառով։ Այնուամենայնիվ նա վստահեցրել է, որ վարկերի վերակառուցման գործընթացը զգալիորեն թեթևացրել է Կիևի պարտքի բեռը։ Ավելին, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք արդյունավետորեն կատարում ենք տոկոսների վճարումները, օգտագործելով ընդհանուր բյուջեի միջոցները, հավելել է նա, մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է Եվրամիության երկրների միջոցներին։ Վաշինգտոնի վարչակազմը մեծացնում է ճնշումը Վոլոդիմիր Զելենսկուի վրա, նրան ստիպելով ընդունել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամերիկյան նոր ծրագիրը։ Այս պնդումը արվել է նոյեմբերի 19-ին The Washington Post-ում հրապարակված հոդվածում։ Աղբյուրներից մեկի խոսքով ծրագիրը ներառում է մի քանի զիջումներ, որոնք Զելենսկիի համար դժվար կլինի հաստատել, այդ թվում զգալի տարածքների կորուս եւ Ուկրաինայի զինված ուժերի վրա խիստ սահմանափակումներ։ Միևնույն ժամանակ Զելենսկին թույլատրած է լուրջ կոռուպցիոն սկանդալի պատճառով, որի ներգրաված են նրա մի քանի մտերիմ գործընկերներ։ Զուգորդված ռուսական հարվածները կարող են Ուկրաինայի առաջնորդին քիչ լավ տարբերակներ թողնել, քանի որ ԱՄՆ պաշտոնյաները մեծացնում են նրա վրա ճնշումը պատերազմը դադարեցնելու համաձայնագրերը հաստատելու համար, բացատրվում է հոդվածում։
Վաշինգտոնի վարչակազմը մշակում է առաջարկներ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար հաշվի առնելով Մոսկվայի եւ Կիևի դիրքորոշումները եւ կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ինչպես նա գրել է X-ում, կարգավորումը պահանջում է լուրջ եւ իրատեսական գաղափարների մանրամասն փոխանակում։ Երկարատև խաղաղության հասնելու համար երկու կողմերն էլ պետք է համաձայնվեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների հավելել է նա։ Ահա թե ինչու մենք մշակում ենք եւ կշարունակենք մշակել այս պատերազմը դադարեցնելու հնարավոր առաջարկների ցանկ, հիմնվելով հակամարտության երկու կողմերից ստացված տեղեկատվության վրա, ընդգծել է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար։ Արևմտյան լրատվամիջոցները նախկինում հողում անելով աղբյուրներին հայտնել են, որ Միացյալ Նահանգները մշակում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր ծրագիր եւ այդ հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ռուսական արգելափակված ակտիվների հնարավոր օգտագործումը Եվրամիության ամենաուժեղ լծակն է։ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար նա այս կարծիքը հայտնել է Բեռլինում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Որպես եվրոպացիներ մենք կարող ենք վճռորոշ դեր խաղալ, եթե դեկտեմբերին համաձայնության գանք ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ, սա մեր ամենակարևոր լծակն է համոզելու Մոսկվային նստել բանակցությունների սեղանի շուրջ, պնդել է Մերցը։ Նա շնորհակալություն է հայտնել Շվեդիային Եվրոպական խորհրդում ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ իր առաջարկին աջակցելու համար։ Եվրոպայում սառեցված Ռուսաստանի ինքնիշխան ակտիվների մեծ մասը մոտ 200 միլիարդ եվրո արգելափակված է Բելգիայի Euroclear հարթակով։ Հոկտեմբերի 23-ին Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցները չկարողացան համաձայնության գալ դրանց օգտագործման վերաբերյալ։ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը պահանջեց, որ Եվրամիության բոլոր անդամները լիովին կիսեն իր երկրի ֆինանսական ռիսկերը։ Նույն օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Եվրամիության կողմից ռուսական ակտիվների դեմ ցանկացած բռնագրավման նախաձեռնություն անխուսափելիորեն կհանգեցնի ցավոտ արձագանքի։ Ճապոնիան չի կարող դառնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, քանի որ երկիրը դեռ լիովին չի գիտակցել այն հանցագործությունները, որոնք կատարել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաո Նինը, փոխանցում է Reuters-ը։ Նույնիսկ այսօր Ճապոնիան պատշաճ կերպով չի գիտակցել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված իր պատերազմական հանցագործությունները։ Նման պետությունը չի կարող պատասխանատվություն կրել խաղաղության եւ անվտանգության պահպանման համար, ուստի իրավունք չունի լինել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, նշել է դիվանագետը։ Մաո Նինը նաեւ նշել է, որ Ճապոնիայի վարչապետ Սակկայե Տակայիտին կոպտորեն միջամտել է Չինաստանի ժողովրդական հանրապետության ներքին գործերին, արտահայտվելով Թայվանի մասին։ Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ Ճապոնիան 20-րդ դարում ագրեսիվ պատերազմ սանձազերծեց եւ դրանով իսկ հսկայական տառապանքներ բերեց Ասիայի եւ ամբողջ աշխարհի ժողովուրդներին։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ եթե Թուրքիան անի դա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այս հայտարարությանն անդրադարձել է պատասխանելով Armen Press-ի հարցին։ Հարցը Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ եթե Թուրքիան դա անի, հիմա Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Հական Ֆիդանը նաեւ ասել է, որ Նախիջևանը եւ Ադրբեջանը միասող կապի հայեցակարգն ընդունվել է Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում մեկնաբանություն ունեք։ Ի պատասխան հարցմանը Արարատ Միրզոյանը պատասխանել է նախ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար, նույն կերպ կարևոր է նաեւ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում։ Միաժամանակ, սակայն այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն եւ եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը դրականորեն անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Սրանց շրջանակներում սահմանված թրիպ ուղին կապելու է թե Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե Հայաստանն այլ երկրների հետ, թե ավելի լայն
այն։ Աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ Հայաստանը եւ Ադրբեջանի միջոցով Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը երկրի խորհրդարանում պատգամավորների հարցին ի պատասխան հայտարարել էր, որ եթե Թուրքիան հիմա կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, ապա Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ պատճառը, քանի որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը։ ԱՄՆ դեսպանությունը ողջունում է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Freybeard ընկերության հայտարարությունը Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell եւ Nvidia ընկերությունների հետ համագործակցությամբ։ Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաեւ կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային եւ ներդրումային հարաբերություններում, ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebeard ստարտափը ստացել է Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը։ Դա թույլ կտա կյանքի կոչել Հայաստանում գերհամակարգչի ստեղծման նախագիծը, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության մասն է։ Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ, հաղորդել է Ալ Ջազիրան։ Գազա եւ Խան Յունիս քաղաքներում իսրայելական բանակի կրակից 11 մարդ է զոհվել, հաղորդել է հեռուստաալիքը, հղում անելով տեղական բժշկական աղբյուրներին։ Ըստ տվյալների 5 մարդ զոհվել է Գազայի Ազ-Զեյթունա շրջանում փախստականների համար նախատեսված շենքի վրա ավիահարվածի հետևանքով, իսկ եւս 3-ը զոհվել են Խան Յունիսի արևմտյան մասում գտնվող Ալ-Մավասի շրջանի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածներից։ Իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանի հարավում։ Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը։ Ըստ տվյալների, այս շարքի հարվածների թիրախները Լիբանանի հարավում գտնվող շիական Հեզբոլլա շարժմանը պատկանող ռազմական օբյեկտներն են։ Իսրայելի պաշտպանության նախարարը հարվածներ է հասցնում Հեզբոլլահի մի շարք ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտներին հարավում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Իսկ այժմ սպորտի լուրերից Հայաստանի ազգային հավաքականը 2 աստիճանով նահանջել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման ցուցակում։ Նոյեմբերի 19-ին հրապարակված աղյուսակում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը զբաղեցնում է 106-րդ տեղը։ Այս ամիս Հայաստանի հավաքականը 2 հանդիպում էր անցկացրել ԱԱՀ-ի 2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում պարտվելով Հունգարիային 0-1 եւ Պորտուգալիային 1-9 հաշվով։ FIFA-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, աշխարհի չեմպիոն Արգենտինան երկրորդն է, իսկ Ֆրանսիան եզրափակում է լավագույն եռյակը։ Top 10-ում են նաև Անգլիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Գերմանիայի եւ Խորվաթիայի հավաքականները։ Ամերիկյան կողմը գերմանական իշխանություններին չի տեղեկացրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման որևէ նոր ծրագրի մասին։ Այս մասին 10-ի ուղիղ եթերում հեռարձակված մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։ Ոչ մենք այս մասին տեղեկացված չենք, ասել է նա։ Միևնույն ժամանակ նախարարը նշել է բոլոր միջազգային գործընկերների շարունակական ջանքերը հակամարտությունը լուծելու համար։ Մենք իհարկե աջակցում ենք այս ուղղությամբ շարժվող ամեն ինչին, նշել է Վեյթֆուլը։ Axios պորտալի տվյալներով Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև ներկայիս նախագծի պլանը բաղկացած է 28 կետից, այդ թվում Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգության երաշխիքներից։ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ի նիստում որոշել էր դադարեցնել Հայաստան էլեկտրական ցանցեր ՓԲ ընկերության էլեկտրական էներգիայի հզորության բաշխման լիցենզիան։ Armenpress-ի հաղորդմամբ հասարակայնության եւ կորպորատիվ կապերի դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում նշվում է. համաձայն գործող իրավակարգավորումների միջև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցման ուղղված օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ավարտը ընկերությունը գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարչի կառավարման ներքո շարունակելու է իր բնականon գործունեությունը իրականացնելով էլեկտրական էներգիայի հզոր բաշխման լիցենզիայով վերապահված գործառույթները եւ ապահովելով դրանց շրջանակում նախատեսվող դրամական հոսքերի անընդհատությունը, այդ թվում ստանձնված պարտավորությունների ժամանակին եւ ամբողջական կատարումը, մասնավորապես վերոգրյալի համատեքստում բացի ընկերության ունեցած պարտավորությունների ընթացքի հիմարումներից ժամանակավոր
կառավարչի նշանակումից հետո իրականացվել է ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային պարտավորության մայր գումարի վաղաժամկետ մարում։ Հիմք ընդունելով ընկերության ֆինանսական վիճակը աներկբա է, որ ընկերությունն իր բնականon գործունեությանն անհրաժեշտ բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի ըստ հաստատված վճարումների պլանի եւ կատարողական ակտերի նշված է հաղորդագրությունում։ Եղանակի մասին նոյեմբերի 20-ից 24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Լուսադեմին Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, քամին հարավ-արևմտյան հատվածում 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ից 23-ից ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 5 աստիճանով։ Մնացած շրջաններում էապես չի փոխվի։